վիճակագրության կոմիտեն շաբաթվա մեկնարկին հրապարակեց 2026 թվականի հուլիսի տնտեսական ակտիվության ցուցանիշները եւ պետք է արձանագրել, որ այդ ցուցանիշները բավականին լավն են, դրանից առաջ իմիջայլոց հրապարակվել էր արդեն համախառն ներքին արդյունքի կիսամյակային ցուցանիշը, ինչով արձանագրեց, որ 2026 թվականի առաջին կիսամյակում մենք ունեցել ենք արդեն ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշ, այլ 6% համախառն ներքին արդյունքի աճ։ Սա կարևոր արձանագրում է հետևյալով, որ 2021 թվականին մենք ստանձնելով կառավարումը օգոստոսին էլի մեր առաջխնդիր դրեցինք տարեկան միջինում 7% տնտեսական աճ ապահովել եւ աներկբա եւ միանշանակ մենք 7%-ից ավել 7.9% միջինում 7.9% տնտեսական աճ ենք ապահովել եւ սա շատ կարեւոր ցուցանիշ է։ Հուլիսի ցուցանիշներն էլ բավականին լավն են եւ իհարկե պետք է արձանագրել, որ երկու ճյուղ լոկոմոտիվի դեր են հիմա տանում շինարարությունը եւ ծառայությունները։ Հարգելի գործընկերներ, ես ուզում եմ մեզ բոլորիս հիշեցնել, թե երբ որ 2025 թվականի դեկտեմբերին եկամտային հարկի համակարգը արդեն պիտի սկսեր Երևանից դուրս գալ, որոշակի անհանգստություն եւ լարվածություն կար եւ նույնիսկ էլի մեզ ուղված կոչեր հետաձգել եւ այլն, ինչպես կարելի է ենթադրել, բայց մենք չգնացինք դրան եւ ճիշտ արեցինք եւ հիմա մեր անշարժ գույքի շուկան շատ ակտիվ է, ինչը երևում է նաեւ վիճակագրությունից, շինարարությունը երկրորդային շուկան էլ է բավականին ակտիվ եւ կադաստրի կոմիտեի ղեկավարը ասաց, որ նախորդ տարվա համեմատ այս տարի մենք անշարժ գույքի հետ կապված 15000 ավել գործարքներ ունենք, ընդ որում սա վերաբերում է տարբեր գործարքներին, պարոն Թովմասյան, դուք կպարզաբանեք թե ինչին է, որովհետեւ դա միայն արքը եւ վաճառքը չի, այնտեղ ուրիշ գործողություններ կան, բայց դա վիճակագրական ցուցանիշ է, որը ընդհանուր առմամբ պատկեր է տալիս եւ ծառայությունների ոլորտը շինարարությունը հուլիսին նախորդ տարվա հուլիսի նկատմամբ աճել է 26.5%, իսկ ծառայությունները 17%։ Նաեւ ես ծառայությունն էլ կապ ունի անշարժ գույքի շուկայի հետ եւ շատ ուրախությամբ եմ արձանագրում, որ Երևանում տուն կամ Հայաստանում տուն ձեռք բերելը դառնում է տրենդային, այդ թվում սփյուռքի մեր հայրենակիցների եւ նաեւ այն մարդկանց համար, ովքեր ուղղակի ուզում են ներդրում անել, կան նաեւ այդպիսի մարդիկ, որ մտածում են, որ Հայաստանում տուն ձեռք բերելը լավ ներդրում է, որովհետեւ տունը ձեռք են բերում, վարձով են տալիս եւ այդ գույքը ունի բարձր լիկվիդայնություն, այսինքն ըստ անհրաժեշտության ավելի հեշտ կարող է դա վաճառվել։